Մերկստ ինձ լսեք։ Բարձրանում եք վերև, հավաքում եք ձեր շոյերը։ Բայց շատ բան մի վերցրեք, առաջի օրերի համար։ Լավ։ Այդա Էմուլիկը եկել է։ Հա եկել է, բայց գնաց բարի։ Լավ, իրան ճանապարհից կվերցնեմ։ Հա բայց ուր ենք գնում Սուրեն։ Ժամանակավոր տուն ենք տեղափոխվում։ Սուրեն ինչ-որ բան է եղել։ Հիմա հարցեր մի տվեք։ Հավաքեք վեշերը, գնացինք ճանապարհին ամեն ինչ կբացատրեմ։ Հա, շարժվեք, ինչ եք նստել։ Մինչև հիմա չեմ կարող իզներեմ տաթու այն օրվա համար, շատ կոպիտ էի հետդ։ Ոչինչ, ես ծանր չեմ տանում։ Նեղացել ես ինձանից։ Դավո, որ ճիշտն ասեմ, ես այդ բան մենակ քո մասին էի մտածում։ Դու որ այդ ատրճանակը ձեռքդ վերցրել։ Հա, գիտեմ, ես այդ բան իրոք չէի տիրապետում, իս տաթու ջան։ Բայց մենք եկել ենք այսօր ստեղ, որ հաճելի ժամանակ անցկացնենք, չէ՞։ Դե ուրեմն արի հաճելի բաներից խոսենք։ Որոշեցիք։ Ինչ եք պատմում։ Ես թեյ։ Ինձ 50 գրամ վիսկի։ Դավո, պետք չի խնդրում։ Թեյ ուզեցիր։ Լավ, ինձ էլ թեյ։ Բայց ինչի՞ չես ասում ինչ ա եղել, մեզ բոլորիս վտանգ ա սպառնում։ Վտանգը նոր չի սպառնում, Այդա։ Դե դրա համար զարմանում ենք Սուր, ինչի հենց հիմա որոշեցում ես բոլորիս թաքցնեն։ Այդա, երեխու բարի դպրոցը էսա, չէ։ Հա, էսա։ Լավ, դուք նստեք մեքենայի մեջ, ես իջնեմ Էմուլիկին վերցնեմ գամ։ Սուր գամ հետը։ Չէ, ասում եմ նստեք մեքենայի մեջ։ Արի մի հատ այս ջուրը վեկալ ստերից։ Ող։ Սում ենք տենում։ Բարի օր, Դավիթիկ։ Իս չես ուզում բարևես, ապեր ջան։ Ովքեր են սրանք, Դավո։ Ուշադրություն մի դարձրու Տաթև։ Դեք ես կարող եմ ինգոյի բուֆետ ենք։ Կաթիկը ուրա։ Ճիշտ է ասում։ Ապեր ջան, ես երեխու կաթիկը վեր մեղ կա, սովված չմնա։ Արի գնանք ստեղից, հա Դավ։ Սպասի Դավուլիկ ջան, չլացես, շիշիտ գբերեն։ Սոսկեն եմ հեսա բերելու։ Որա մի հատ է բերանդ բացի ռեխդ կծառեց տես։ Պետք չի, Դավո, պետք չի, Դավո։ Դու ով ես, որ մեզ վախացնես, այ վեցնոց։ Թե ուզում ես յարիդ մոտ նեշըտ պրեմ, այ հավ։ Դավո, արի գնանք, էլի խնդրում եմ, Դավո։ Դու առանց աղբերներիդ ոչ մի բան չարժես։ Լսում ես այ փուչիկ, այ ոզդուխ։ Հաշվի, որ դու արդեն դիակ ես։ Այդ ես եմ քեզ ասում։ Արդեն չկաս էլ։ Գնացի Տաթո։ Ես չեմ ջոգում, տեղ աֆիցիանտ կա, թե չէ։
բարև ձեզ։ Ես Էմմա Շահամյանի հայրն եմ։ Էմուլիկը չեք ասի որտեղ է։ Էմուլիկը պարապմունքը 20 րոպե առաջ է վերջացրել։ Ես նրանց հետ շուտ վերջացրեցի։ Մյուս խմբի հետ համերգ էինք պատրաստում։ Դե որ գնացած։ Ու գնացած լինի։ Իր հետևից ոչ ոք չի եկել։ Չեք իմանում որտեղ կլինի։ Գուցե հանդերձանում է մի հատ այնտեղ նայեք։ Լավ, շնորհակալ եմ։ Կասպար։ Բարև ձեզ։ Բարև Կասպար։ Եվ ինչ պրոբլեմներ կա։ Կնոջս առևանգողներ զանգել։ Հետո 50,000 փող ուզում որ բաց թողնի։ Բայց ճանաչեցիր ով էր։ Չէ։ Ձայնը չճանաչեցի։ Բայց ես Մաքսի վրա եմ կասկածում։ Իզուր։ Ես Մաքսի հետ խոսել եմ։ Մաքսը այս թեմաներում չկա։ Ճիշտ է։ Մաքսը մի քիչ չոր տղա է, բայց սրբությունները ընդունող ու հարգող է։ Ամեն մեր օրենքները գիտի, Կասպար։ Լավ, եթե Մաքսը չի։ Հելով կարող է լինել, որ եթե ես կարգի պրոբլեմներ կունենամ։ Կասպար, բաժակը վերցի մի հատ կոնյակ խմիլ է։ Նա թեթևացի։ Ամեն թշնամի չի, որ բացահայտագործում, Կասպար։ Ես հասկանում եմ, Բորիս Արևիչ, բայց ես հիմա ժամանակ չունեմ թշնամիներ որոնում։ Ինձ ընդամենը 2 օր է մնացել։ Կամ պիտի գումարը հավաքեմ տամ, կամ էլ ոստիկանությանը դիմեմ։ Ոստիկանությանը դիմել պետք չի, Կասպար։ Կարող է ունքը շինելու փոխարեն 10 աչքը հանես։ Բայց ամեն դեպքում դու այդ փողը հավաքի։ Ես էլ քո շրջապատի մարդկանց կմաղեմ տենամ, մաղի վրա ով ամն։ Լավ, ներող Բորիս Արևիչ։ Վերցրու Էմուլիկ, խնդրում եմ։ Էմուլ։ Ալո, բարև Կասպարն է։ Հա, լսի, ես այսօր մի ամիտ եմ հիշում, որ դու մեքենա էր ուզում առնել։ Ահա, իմը ծախում է, կարող ուզես։ Հա, լավ, եղավ, հաջողություն։ Մերսի։ Ինչի ես քան ուշացան։ Այդ հենա Սուրենը, բայց մենակ է։ Չհասկացա։ Սուրեն։ Այդաս։ Ինչ ա եղել։ Ուր ա երախեն։ Եղել այն, որ
Էմուլիկը ստեղից տուն գնացել է մենակ։ Չէ, ինչի ասում են դուրս է եկել։ Ուգո տղերքին կանչի։ Ասա թող գան, սաղ տարածքը պետքա զննենք, խանութները, չգիտեմ, ամեն տեղ։ Սուրեն իսկ հանդեր սարանում նայել ես կամ ուսուս չի այդ խոսակ։ Արդեն խոսել եմ, ոչ մի տեղ չկա, դաժե հեռախոսի զանգերին չի պատասխանում։ Ուգո։ Այդ, ինչ իրոք է, չկա։ Էմուլ վերցրու հեռախոսը, Էմուլ հեռախոսը վերցրու, Էմուլ, Էմա։ Հանգիստ Ահիտ։ Էմա վերցրու հեռախոսը։ Ռազ, օպերատոր Տարունին եմ մանգարես չգիտես որտեղ։ Տարոնը արդեն մի քանի օր աշխատանքի չի գալիս Ռուբեն։ Ոնց ուզում ես ասես ուղիղ եթերից հետո չի երևացել։ Հա։ Այդ եթերից հետո երբ Արսենին սպանեցին։ Բա որտեղ այդտեղ ինչ ա պատահել, չեք հետաքրքրվում։ Մեր օպերատորներից մեկին ա զանգել, ասել ա մի քանի օրով գյուղ ա գնում։ Ինչ-որ հերը լավ չի, թե մերն ա հիվանդ, տես կոնկրետ չիմացա։ Ռազ, քո օպերատորը անհայտ պատճառներով մի քանի օր ա գործի չի գալիս, ու դուք չեք հետաքրքրվում։ Միակ նորմալ չեք ուզում պարզաբանեք որտեղ ա այդ մարդը։ Հա ես ինչ անեմ, որ հեռախոսները անջատած ա Ռուբ ջան։ Ոչ մի զանգի չի պատասխանում։ Լավ, որևէ մեկը չգիտի, որ գյուղից այդ։ Չէ, հարցրել եմ չէ։ Շատ։ Սպասի Ռուբ։ Դու մտածում ես, որ արտահոսքը Տարոնից ա եղել։ Ես շատ բաների մասին եմ մտածում, Ռազ։ Եթե ձեզ ամեն ինչ լուսաբանեմ, դուք էլ ձեր հանգիստը կկորցնեք։ Նայիդ հանգստացի։ Չէ, մեր չեմ կարա։ Ինչ Սուր։ Գնացեք նստեք դույումերին մեքենայի մեջ այդա։ Չէ, Սուրեն, խնդրում եմ։ Քանի շուտ ա զանգենք ոստիկանություն, Սուրեն։ Այդա հանգստացի, քեզ մի կորցրու, լսում ես, գնա նստի մեքենայի մեջ։ Սուրեն, երախեն միշտ պատասխանում ա զանգերին, Սուրեն։